Մարդը նա է, որ իր մեջ կա մի բնություն, որ այդ բնությունը մարդուն կյանք է տալիս։ Մեկ ընկած էր անապատի մեջ, ընկած մարդ էր մի հատ, ընդեղ էլ քահանա կար, հովիվ էր միգուցե, մի հատ էլ ղևտացի կար, պաշտոնյա էր, մի հատ էլ ընկած մարդ կանդե, խեղճ, անկարող, անտես, անտեր, մեկը չկա, եկող նա քահանան էլ է կողքից ասում, բա դու ինչքան, ինչ մարես քահանայել է, ինչի մայս հովիվել է, նրա համար որ վարդապետ էլ գիտես կամ տեսիլքներ ես տեսնում, այդ Աստված ցույց է տալիս տենում ես, եթե քու շնորհքը չի, եթե գեղեցիկ ես դա քու շնորհքը չի, այ գեղեցկությունը ներքին զարդարանքը պիտի լիներ, որ նստեիր մեկի կողքին, աղջիկս կգնի, ես էլ քու կողքից չեմ էտա, քու մոտ նստելով իմ մեջ ուրախություն եմ գալիս, երևի կարդացած կլինեք, Պետրոս Առաքյալը գրում է այդ մասին, մենք իր աստվածային բնության հաղորդն ենք, այս բանի համար ասում աշխարհի մեջ կա մի բան, որը խանգարում է աշխարհի մեջ ցանկությունից առաջ ապականությունից փախեք։ Եվ դրանից հետո կառույցն է տալիս աստվածային բնության ասում են, սա է բա ուր է սրա առաքինությունը։ Այս եղբայր առաքինի չէ, նրա հագուստն էլ չի խոսում։ Նստելա ձևներ, անգամ սեղանի վրա նստելա ձև չունի։ Ուտելուց էլ ուզում լրիվ սեղանին է բեկալի։ Մարդը նա է, որ կողքիներն էլ ասում են ինչ շնորհալի կին է, ինչ շնորհալի քույրիկ է, ինչ շնորհալի մարդ է։ Մարդը նա է, որ իր անուշոտն է տարածում։ Աստված մեզ բոլորիս օրհնի, մենք պետք է արթնանանք։ Հիմա մեզ տարան, ընդունենք տարավ, երկինք։ Ինչ ենք ասելու։ Չենք ամաչելու մենք։ Առաքյալը գրում Հովհաննես Առաքյալը հիմա եղբայրներ անոր մեջ գեցեք, երբ անիկը հայտնվի, անկել չամշնանք, ապա համարտակությունը նանք անոր արչև կենալ, երբ կամաչես դու, երբ բոլոր կյանքը դնի դեմ մտած, ես դու, հայետո որ Սուրբ Հոգու մկրտել, գիտես խեմ մկրտել եմ գոնե լսես, հնազանդվես ավետարանին մարդ դառնաս, Սուրբ Հոգին աշխատում է նրա համար, որ Աստծո խոսքին հնազանդվես, ձերանձերը մաքրեք հոգի միջոցով ավետարանին հնազանդվելով, հարց տանք մեզի, իշքան եք մեր մարմնի վրա աշխատում, իշքան ենք հոգու վրա աշխատում, աշխատում ենք մեր հոգու վրա, քու բնավորության վրա աշխատում ես, քույն մարդի վրա աշխատում ես, որ հանեցեք ձեզանից մարդը, այն չար ու խապ է պապականված է, և հակեք նորը Քրիստոսի պատկերով նոր մարդը, ուր է մեր համեստությունը, ուր է մեր խոհեմությունը, ուր է մեր առաքինությունը, ուր է մեր իմաստությունը, գիտությունը, ուր է մեր համբերությունը, կարած դենը կտրեց, չել կտրի դենը, իսկ Հիսուսը Պիղատոսի առաջ Հերովդեսի լուր նստած էր, ինչի որտև նա կառույց ուներ, հավատքը դա կառույց է սարքում, Պետրոս Առաքյալը գրում է, որ աստվածային բնության հասնել, ամեն բան տվել է, մնում այդ մատերիալ օգտագործել, հիմքից սկսել, վերստին ծնված ես, հին մարդը թխաշված է, նոր մարդը արդեն քու մեջ կա, մնում է նոր մարդին կերագրեց, մենք հին մարդին են կերագրում, հələ մեր եսին կպնեն, հələ մեր դիրքին կպնեն, հələ մեզ հարց տանք մեզի, չենք ամաչում, որ շատ բաներ սխալ ենք անում, ամոք չենք զգում, չենք ասում կետինը պատրվի, ես գորեմ էտամ սա է իմ արարմունքը, որ փողոցում կարում ես, դու գիտես, որ Աստծո աղջիկ ես, դու գիտես, որ Աստծո տղա ես, մի 2 ժամ վերև զարդարում ես, որ նոր դուրս գաս, լավա չգիտեմ, ըստ դվայնիկ թարթիչներ դնում են, եղուներ տրայնիկ դնում են, որ տրայնիկ եղուններ էլի, խրատ ես տալիս, վիճումա, էդի հին ուղտում է գրված, բանոր ուղտում ինչ է գրված է Հիսուսի նման էլի, սիրուն է, եկեք միտ կարնենք լրջանանք, մի խապվեք, Աստված տաղր չի լինի, լրջանալ է պետք, ասել լուրջ աստվածապաշտության, ավետարանին հաղորդ լինենք և ավետարանի կյանքը տեղափոխ մեր կյանքի մեջ, որ դառնանք Աստծո մարդիկ, Դանիելի մասին գրված է Աստծո սիրելի մարդը, Աստծո սիրելի մարդը, հետաքրքիր ասում եմ, ընկելա մարդը, քահանան է ասում կողքից, ղևտացին, մարդ է, մարդ, կարող է բան է, կարող է էդի խարիզմատիկ է, մարդ է, ինչ կապ ունի, մենք սովոր ենք մեզ բարձրացնել, ուրիշին նսեմացնել, եկեք մտածենք մարդ դառնալու մասին, սուտ ենք խոսում, ներկում ենք, հազարու մի բաներ ենք անում, չեմ ասում մախինացիաներ, որ ծածուկ ենք անում, ես չեմ ասում նրանց, որում չեն անում, բազում բաներ կա, ուրիշին ներկել, ուրիշին նսեմացնել, ուրիշին ցավացնել, Գիսուրին չլսել, հեշտ կարդացել եք Աբիգայիլի մասին, առաջ Թագորոց 24 գլխում,
Աբիկա գիտենք չեմ բերկանքի աղբյուր։ Ինքդ քեզ դու բերկրանքի աղբյուր ես, քեզանից բերկրանք է բխում, մարդիկ բերկրանք են առնում քեզանից։ Ու մոտ նստում ես նա ուրախանում է, որ իր մոտ նստած է մի կին կամ մի եղբայր, որը շատ չի խոսում, բայց համետարից, մարդ ընկել է, իսկ մեկը, որը ոչ հովիվ է, ոչ էլ քահանա է, ոչ էլ աղբեր ջան, ինչ է պատահել քեզ։ Տանդ մեջ դժվարություն չկա։ Հնարավոր է տանդ մեջ հոգս կա, ասա ցավդ ասա, ինչ է պետք, ցավ մեղմասնելու առաջինը ցավի վերածին դրա պակասը լրացրեց, յուղ դրեց, վերքը փաթաթեց, հետո գինի տվեց որ ցավերը մոռանա, հետո էլ տարավ պանդոկ, վերջապես, այսինքն մարդու մեջ մտավ, մեկ մարդկանց մեջ պետք է մտնենք, Հիսուսը կոչում է մեղավորների, մաքսավորների բարեկամ, Քեզ գնա դետրակ կողնստեն, չես բա, որտեվ քու մեջը դեր կա զզվելի բան դրանից է զզվում։ Եթե քու մեջից զզվանքը դուրս կա, դրանից չես զզվի։ Իմ մեջը կա զզվանքը, զզվում եմ, այն չես զզվում, որտեվ զզվելի չես ազատվել։ Մենք պետք է լուրջ հետևություն անենք մեր ազնական կյանքին։ Աստված տաղր չի լինի։ Մենք պետք է լրջանանք, հետևենք, որ Աստվածային այդ ժամանակ մենք խելոքանանք, ասենք Սուրբ Գրքի լրջությամբ կարդալը, կարդանք, նորից կարդանք, աղոթ կանենք Տեր, սովորեցրուն դի կրտինցի, այն ժամանակ Սուրբ Հոգին կաշխատի հետդ։ Սուրբ Հոգին եկել է, որ քեզ ամեն ճշմարտության առաջ տովի եւ Հիսուսին քեզ ներկայացնի, թող օրհնյալ լինի Տիրոջ պատվական անունը։ Ես այսօր կարդում եի նմանապես, երեք կարդում եի այդ բանը Աբիկայի մասին, մարդը սխալ է արել, մարդը սխալ է գործել Դավիթին, վիրավորել է, մերժել է, Դավիթն է, բան է ուզում, նեղության մեջ է, տեսավ, մարդը, ասեց, որոշում եկավ, եթալև սրատ են դրանք բոլորիներին, շատ անգամ մեր վրա դժվարություն է գալիս, գիտեք ինչ է դժվարություն, և Աստված է թույլ տալիս, մի հատ Դավիթ է անում մեր վրա, որ մի հատ արթնանանք մեզ եղել ու գալիս է բանը եկան խաբարարիցին, որ Աբիկյա ծառան ախախինը, տիրուհի, Դավիթը մարդ էր ուղարկե, որ կամուսին հետ նաբաղ նշնում է շնաբարու, մենք ինչ եք, կարդոց մենք մարդ ենք էլ է, մեր բնությունը խի մարդի բնություն, հիմա ենք մարդ դառնում, հիմա նոր ձևավորում ենք, եթե մնանք ավետարանի մեջ, եթե իր մեջ մնանք, նա մեր մեջ կմնա, և Աստծո բնությունը մեր մեջ կգա, այն ժամանակ Քրիստոսի անուշոտ է, այն ժամանակ լույս կլինենք, լույսը նա չի, որ եթե ֆոլֆերամ չկա մեջը, նա չի վառվի, այդ ներփին բանը դա հոգին է անում, դա հոգու գործն է, մարդ դառնալը հեշտ բան չի, մի հատ կարդա Մատթեոս Ավետարան Լեռան Քարոզը, որտեղից է սկսում, որտեղ 13 խոսքում դուք եք աշխարհի լույսը, դուք եք աշխարհի աղը, լույս մի անգամից չդառավ լույս, այնտեղ սկսում հոգով աղքատներից, սքավորներից, գալիս է մինչև երան նրանք, որով սրտով մաքուր են, երնա որ սիրտդ մաքուր չի, դու ո՞ց կարաս խաղաղություն անես, դու չարություն կանես, դու ցած սխալներ կանես, աշխատի սիրտդ մաքրվի, պետք է վրետ աշխատես, զգացի, ես այս վերջերս ուղղակի ասեմ, իմ վրա մի հատ լաքայր է շորիս վրա, ասի քույրիկ ինչ պետք է ասեմ, ժամ եմ տրամադրել լաքեն վրայից ստանեմ, հետո մի հատ երկու փշատի կորիզ էի դերը հողի մեջ, փորձում եմ, չի աճում, որտեվ չեմ ջրում, սկսեցի ջրել, այս հենց է դառել, մենք մեզ չենք ջրում, մենք մեզ չենք կերակրում, մի իմացած բան ունենք, դրանից հետո բավարարվել ենք, ամեն օր բանական խարտախատը կեր, և գդարնաս օրեցոր կաչես, կենթանի քայրի պես, հետո Պետրոս Սարաքյալի ասեցի պես, Պետրոս Սարաքյալի գրում եսպես է գրում այդ մասին, ես կուզեմ էդի կարդամ և իմ ասելուս նպատակն է, ինձ եմ ասում առաջինը, ձևավորենք մարդ դառնանք, որտեղ այդպես ասում Աստծո խոսքը, կատարյալ մարդ, Հիսուս Քրիստոսի լիմ, գնա տունը մի քնի, շուտ մի ասա քունս չի տանում, գլուխդ իր բարի շտակ, շատ կքնեց քնած կմնաց, արթնացի մի հատ գործ ունես վրետ անելու, այդ մենք կոսմետիկայի ժամերով գլուխներս տալիս են գուրշի ձեռը, ինք իրատա գեղություն է դնում, բան մերսը չգեղեցկացնենք, բան մեր ներսը չսիրունացնենք, մեր ներսի արատներից չազատվենք, գիտես որ նախանձում ես, բան բասում ես, աննազանդ ես, հրուտ չես հլը, նոյիմին որ խոնարվես, պետք է վրետ աշխատես, ես էլ իմ վրա աշխատեմ, սկսենք աշխատել, արդյունքը կքաղենք, և կասեմ մեր փողոցում մի քույրիկ կա,
Համուխոտ է։ Աղը գիտեք չէ, աղի ֆորմուլան գիտեք չէ, ինչ է։ Նատրի քլոր։ Մենք քլոր ենք էլ է, նատրում միացանք դառնանք աղը։ Երակրի աղ։ Քլորը զուգարաններում ենք գցում, որ ընդ հեղձուցիչ բան լինի, որ մտնողը չթունավորվի։ Իսկ նատրումն էլ ազնիվ մետաղ է, միանալով դառնում է երակրի աղ։ Մենք նատրում չէինք, մենք քլոր էինք։ Աստծո որդու վերստին ծնվելով դառանք նատրի քլոր, կոնես հետևենք մեծ իսկական մանդր աղ դառնանք, ոչ թե քարաղ դառնանք։ Մանդր աղը շատ մանդր աղ է։ Սիրելի քույր եղբայրներ, ինձ եմ ասում բոլորը, ես անհանգստացած եմ ին վրա եւ բոլորս անհանգստանանք։ Շոր հագնելով գեղեցիկներով, դա արտաքին դա բաներսդ։ Ներստի մարդը ինչ է։ Ես չեմ ասում բոլորս, նրանք որոնք հետևողական են, արդյունքը կառնան եւ կյանքի ուրախություն կապրեն։ Պետրոս Սարաքյալը այսպես է գրում Պետրոս Սարաքյալը, առաջի Պետրոսում էլ գրված. «Մեկ դիարեք ասма չարությունը, կեղծավորությունները, նախանձը, նախ անգամ գործ են անում, անգամ առանց վախի գրված է, եթե եղբորը պարապտեղը սրդողես, դատաստանի պարտավոր պիտի լինի։ Իսկ եթե անմիտ ասես, ատյանի, իսկ եթե հիմար ասես, գեհենի կրագի, մտածել ենք այդ մասին, պարապտեղը եղբորը սրդողես, դատաստանի պարտավոր պիտի լինես։ Իսկ եթե անմիտ, ով ես դու որ Աստծո տղային անմիտ ես, Աստված դու անմիտ աղբեր ես տվենձի, հիմար աղբեր ես տվենձի։ Մտածենք, զգուշնենք մեր բոլոր խոսքերի մեջ, չշտապենք, գոնե սխալից հետո կոտրվենք, մեղագանք, դիմացինին, անսխալ մի Քրիստոս է, բայց այսպես անելով, օրեցօր կշիտկվենք, օրեցօր կուղվենք, օրեցօր կփոխվենք, էլ այս ժամանակ պետք չի որ ասեն, համբերությունը կառույց է, համբերությունը չեն ստարկում դնում մեջ այդ համբերությունը գալիս է ժուշկալությունից հետո, զսպվածությունից հետո, նոր գալիս աստվածապաշտություն, գիտես իմ տատին համ անիծում, համ էլ աստվածապաշտ, աստվածապաշտը չի անիծում, նա վախ ունի իրա վրա, նա իրա բերանի խոսքերը ասելուց զգուշ է խոսում, և Հիսուս ասեց գնա դրան նմանվի, գնա քանա, գնա նման չէ, ընկածին ով վերցել էդ բարի սամարացին, գնա նմանվի, սա են այսօր աշխարհը կարիք ունի լույս եւ աղի, մեր ընտանիքները կարիք ունեն լույս եւ աղի, եւ մեր հետ ինչ-որ կատարվում է, մեր օգուտի համար է կատարվում, որ մենք սթափվենք, արտանանք, սկսենք հետևել մեզի, իսկական մաքուր կյանք ապրենք, այսպես է գրում, ուզում եք Աստված ձեր թևը մտնի ման գա, ուզում եք չէ, Աստված կմտի նրան, որ պարկեշտ է, որը ճշմարիտ է ապրում, որ արդար է ապրում, որ ազնիվ է ապրում, որը սիրով է ապրում, որը ամեն բանի մեջ հետևում է իրան։ Աստված իր հետ ընկերություն կանի։ Թևը կմտնի, իմ մեջ ես կեցեք, մենք իրանը պետք է անենք, ինքը նոր մեր մեջ կգնա։ Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը, այսպես է գրում Պետրոս Սարաքյալը, իմ սիրելի քույր եղբայրներ, ուստի ձեզ հավատացյալներուդ պատվական է բայց անավատներուն այն քարը որ շինողները անարգեցին, անիկը անկյունի գլուխ եղավ, եւ գլորվան վեմ եւ գայթակղության քար անոնց որ չհավատացին խոսքին, բայց դուք մեզ ասում, ընտիր ցեղ մնեք, ընտիր ցեղ, բոլոր ցեղերի մեջ ընտիրը մենք ենք, Աստծո որդիներ, որ գնում ես փողոցով կամ նստում ես, անգամ սեղանին, հավատացյալները քննվում են, իրենք խաբար չեն։ Մենք ինքներս քննվում ենք, բայց տեղյակ չենք մեզանից։ Կողքինը, ասում է հավատացյալը, իմ ու իրա տարբերությունը որն է։ Ինքն էլ է բամբասում, ես էլ եմ բամբասում։ Ինքն էլ աննազանց ես էլ եմ անում, ինք իրա մարդուն չի լսում։ Այդ ինչ կնի կա։ Այսօր կարդում էի նորից երեքեր կարդացի, երբ Աբիգայի մարդը Նաբաղը մահացավ, իրա հին մարդը մեռավ, Աբիգյան նոր մարդ է արդեն։ Դավիթն ասեց գնացեք դրան բերեք նա լավ կին կդառնա։ Գնաց բերեց, գնացին աղախիները բերեցին, իսկ կինը Աբիգյան այդ բերկրանքի աղբյուրը թեշտ չի դերը, ինչա դերը, ես աղախին որպես ձեր բոլորի ոտքերը պիտի լվանամ։ Եվ դրանից հետո ինքը իր 5 նաժիշներով, ծառաներով ելավ գնաց Դավիթի կին։ Դուք բոլոր զգայրաններով ամուսնու տրված ես։ Կինես էլ է, քու զգայրանները տրված եք ամուսնու լրիվ, ինքն է քեզ առել տունը բերել։ Մի քիչ մեծամտում մենք, ամուսնուները լեզու ենք դարձնում, փախ չունենալով, ինչի, հետո ինչ անի որ սուրբով կամակրտած ես, բայը պետք է մարդ դառնաս,
մի անգամ ունի կախվել մի բան, ասել մտիցը չանց է, ասմա մի կկասև բանում Ամերիկայում, կինն ասել ամուսնուն, ինչ կուզես այսօր պատրաստեմ, որ կասուտես, սա է կինը, ամուսուն խնդրում է, ասա սրտիդ ուզած ինչ անեմ, ես մտածեցի, ես ինչ շնորհալի կին է, ես կինը, Աբիկյան, ասեց, իրախներ, ասենց ամուսին, ես իմ 5 զգայրաններով քոնն եմ, և ենտեղ կարդում եք, որ, ասմա, և Ռեբեկայի քթի տակը օղ դրեց Եղազարը, ինչի, որ իրա շունչի տակը մնա այդ կինը, այսօր շատ աղջիկներ իրաց քթի տակը ուլունք են դնում, չեն էլ հասկանում, նրանք զարդի համար են դնում, կարակ ասեք, ես դեր թագուն ինչի դերը դուս անեցած որ ես թագավորը, աղջ բաղթըտ բերը թագավորի կին ես դարը, հլը մի հատ կոտոշ ես անում ինքդ կեզ բան, այ որ իմանայի, այ երկատել երեխան, այ ետնեմ հորստուն է, սա ինչ շնորք է, ինձ եմ ասում առաջինը, եկել լուրջ մտածենք մեր կյանքի վրայով, մենք աստորաշ կմնանք ամու, կաս ինչըտ պակաս թողեցի, ինչ տեմ պակաս թողե, բայց կշրում է պակաս կտնվեցար, մենք պտի ձևավորվենք, լերջանանք, իսկական մարդիկ դար, այն ժամանակ ձեր փողոցի լույսը կլնես, բոլոր հիվանդներ կան ձեր տունը, խրատներ կտած, քու խոսելու ժամանակ մարգարիտները կետան դիմացին հետ կբժշկվի, համու հոտ կառնեն, այսպես է գրում Պետրոս Առաքյալը, այսպես է գրում, սիրելիներ, այսպես է գրում, բայց դուք ընտիր ցեղ մնեք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ մը, որպեսզի քարոզեք անոր առաքինությունները, որ ատեմը ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծո ժողովուրդ եք, որ առանց ողորմության էիք, բայց հիմա ողորմություն գտաք, սիրելիներ, կաղաչեն պանդուկների և օտարականների պես, մեկդի մնացեք մարնոր, ինչ է վիցե, Պետրոս Առաքյալը սա է գրում, սիրելիներ, ինձ եմ ասում առաջինը, Աստծո վախը ունենալ է պետք, ժամանակն է անցնել լուրջ անձնակնության, այն ժամանակը տեսնեք, էլ պետք չի տեր Սուրբ Հոգի արիչ, Սուրբ Հոգին առանց քեզ է գալու, եթե դու խոնարհվես, եթե դու հնազանդվես, օրհնություն հետևի կգա, քո ասելով Սուրբ Հոգի արի, քո ասելով է գալու ինչի, Պենտեկոստով ասեցին, որ եկավ, 10 օր աղոթք էին անում և իրանք հեռացել էին բոլոր կյանքից, ապրում էին Հիսուսի հետևորդների մեջ, երբ մենք ապրենք Աստծո ուզած կյանքը, ինչ որ պետք է Սուրբ Հոգին կանի մեզի, և Հիսուսը էլ պետք չի, ինքը խնդրի արքայի երկնայինը մնացած կտրուի, թող օրհնյալ լինի Տիրոջ պատվականն, հիմա աղոթքից առաջ կասեմ, նրանք ովքեր կարիք ունեն և լսեցին այս խոսքերը, իրար սրտի մեջ որոշեն, այսօր էթան իրաց տունը, հարսը կլի եթե փեսան, ով ուզում է լինի մի հատ կոտրվել, հենց կոտրվում ես, կոտրվելուց հետո գալիս է օրհնությունը Տիրոջ, խոնարհվել, Աստծո ուզածի պես, բժշկություն գտնենք, առաջին բժշկում ես և դու սխալ եք ճանաչում ընտրում ես, անգամ մտվել սրանցրա գործերի մեջ, չենք հավանում, դու ով ես որ Աստծո աղջկան չես հավանում, դու ով ես որ Աստծո տղային չես հավանում, նայել Աստծո տղան դու ես Աստծո, իմ տղան ամենավատը, բայց իմն է, իմը, ուր էլ գնա այդև իսկ եթամ, այդպես էլ մենք իրա տղեկն ենք, բայց իրա տղեկը իրա տղայի պես պետք է ապրեն, որ ինքը բարձր կայլի Աստված, մի ժամանակ մեղավոր ենք էլ է, հիմա էլ մեղավոր մնանք, առաքյալը պնջա մեղ գործենք, որ շնորհքը շատանա, քավ լիցի, որ մենք մեղքին մեռանք, դեր ինչպես անոր մեջ կենանք, մեղքը նա չի, որ ճիշտ է, մեղքը բուն անօրինություն է, բա որ դու դատում ես, բա որ չարախոսում ես, բա որ գործ ես սարքում, բա որ հետևից խոսում ես, հենց հետևից մեկ էլ տուն դամ, բայց քրիք չէ, այդ ինչ խունջիկ բաներ ես անում, ուղիղ էլի, մաքուր էլի, մենք պետք դառնանք մաքուր մարդիկ, ազնիվ մարդիկ դառնանք, օրհնությունը գալու է ժամանակ, երբ մենք հետևություն անենք բեզի, եթե մեկին խոսքը կպավ կամ բան, իմ մեջ է ցավը գալիս, անհագիստ, եկեղեցին պետք է այսօր քաղաքը շուռ տա, մենք մեր աշխատանքի տեղով, մեր շրջապատի մեջ, պետք է անցնենք լուրջ անձնական մեր կյանք, այն ժամանակ հեղեղի պես կկան, հեղեղի պես, հիմա եթե ասեմ 5 օր ծոմ պայենք, կարանք 5 օր ծոմ պայենք, ես էլ կարդամ Զաքարիայի մարգարեությունից և աղոթք կանենք, դրանք ովքեր, պետք է խնդրեմ առաջ կան, ոչ թե հիվանդները, հիվանդությունը հետևանք է մեր սխալների, ես ինձ եմ ասում, կամ էլ թույլ եթե որ դրանով արթնանաս, մի հատ քեզի, կարդում եմ մեստեղ, ինչ ա գրած Զաքարիայի մարգարեության մեջ, Զաքարիա 8-րդ,
Պիտի կարդամ եւ աղոթքանը այսպես է գրված. Դարձյալ Զորաստիրոջ խոսքը ինձ եղավ սելով. Զորաստերը այսպես է 4-րդ անսվածումը, 5-րդ անսվածումը, 7-րդ անսվածումը, 10-րդ անսվածումը Հուդայի տանը ցնծություն եւ ուրախություն եւ խնդալից տոներ պիտի ելան։ Մենք մեր վրա էլ չենք աշխատում։ Յա Բողազը գտողի որ ծոմ պայես, խեղտի քեզի որ ուտես։ Անձը չես վարժեցրե, վարժեցրե անձդ։ Եվ այդ ընթացքում հետևությունները քո անձին։ Ոչ թե մի 2 ժամ, մի ժամ, կես ժամ հայլու առաջ կանգնի, էս մազենյատար, էս մազենյատար, ինչ է սա։ Մազը դեզելով սիրտը չի դեզվում։ Պետք է սանդրվածքը, պարկեշ կոկիկ սանդրվածքով, որ ասեն աստծախշիկ է սա։ Նայելուց էլ մարդիկ, այսօր եղբայրներով գալիս են, երկու մի Մեքսիկին իր երկու աղջիկների հետ նայում ես քեֆտ է գալիս, աղջիկների հագուստ է, պարկեշտ հագուստ, մայրը նույնը, իսկ մենք կոչվում ենք Սուրբ Հոգու մկրտած եկեղեցի, ավելի բարձր հեղինակության, ուրեմն մենք առաջինը, որ վաղը մարդիկ ասեն, մեր հարևանները փոխվել են, ուրիշ մարդ են դարել։ Դեր օրդի Զորաստերը այսպես է, նորեն ժողովուրդներու շաքարներ, բնակչներ պիտի գան եւ մեկում բնակչներ մյուսին պիտի երթանուսեն, եկեք Տիրոջ առջև աղոթք կնելու եւ Զորաստերը փնտրելու երթանք։ Ես ալ պիտի երթամ ու շատ ժողովուրդներ եւ զորավոր ազգեր Երուսաղեմ մեծ Զորաստերը փնտրելու ու Տիրոջ առջև աղոթք կնելու պիտի գան։ Զորաստերը այսպես կսե այն օրերը ազգերու ամեն լեզուներեն 10 մարդ մեկուն քաղանց կպիտի բռնել ասելով ես քո հետ պետք եմ ես տեսել եմ տարիներ առաջ երած Երևանում մեշոկ պապին ասում է այդ գայնուն վերբակից այդ տիպ երապարակ լրիվ խաբար ամփոփ քաղաքը մի լույս կա եւ բոլորները դուսին իրար տրորում են մեկը մեկին կոպտում վիրավորում մենք լույսն ենք մարդիկ հետ են սպասում իրար տրորում, վիրավորում, անարգում են, լույսը նեղ, ով այդ լույսը չկա խավարյան որ, աշխարհը գնալով մենք ուշացնում ենք, ժամանակները վատ են, օրերը չար են, ծանր օրեր է սպասում, կորոնան անցավ մի կարծեք դա վերջացավ, անիրավությունը շատանում է, պատրաստվենք, հայրենական պատրաստումը որ տանուր տվեցին զգացվեց, որտեղ ոչ ավիթերական կադր կար, ոչ էլ զենքեր կար, հետո նոր երկիրը մետեր հետևից թիկուն կբերեց, այսօր մեզ պատրաստվել է պետք, զինվել է պետք, սպառազինվել Պողոսը գրում է Եփեսացին, ինչով ճշմարտությունով, ինչով արդարությունով, ինչով սիրով, վերջապես եւ այն ժամանակ տնակ արդյունքը հանգիստ կնե, թող Տիրոջ պատմական անունը փառավորվի, այն ժամանակ հարևաններ կգան Աղջի Աստված քո հետ է, ես սրանից հետո գալու եմ, որտեղ Աստված ցույց է տալու նրա աչքերը բացի, որ դու իր աղջիկն ես, թող Տիրոջ անունը փառավորվի։